Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերը եւ պատրաստակամություն հայտնել լուսաբանելու ասուլիսը։ Ինչպես արդեն ձեզ տեղեկացրել էինք, տեղի է ունեցել Հայ-աղափական դաշնակցության Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովը, որը քննարկել է 2026 թվականին սպասվող ընտրություններին դաշնակցության մասնակցության եւ ձևաչափի հարցը։ Ասեմ, որ Հայաստանի գերագույն ժողովը կուսակցության Հայաստանի բարձրագույն ժողովն է եւ մինչեւ ժողովի տեղի ունենալը Հայաստանի մեր կազմակերպության տարածքային կազմակերպությունները, այսինքն կոմիտեությունները գումարել են ժողովներ այդ օրակարգով, այնուհետև մարզային ժողովներ, քաղաքային ժողովներ եւ ձևավորված տեսակետով արդեն մասնակցել են գերագույն ժողովին եւ ընդունել հայտարարություն։ Ես ձեզ ներկայացնեմ մեր ժողովի որոշումը, որոշ հարցեր պարզաբանեմ, այնուհետև սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Ուրեմն, Հույդա Հայաստանի կազմակերպության 29-րդ արտահերթ գերագույն ժողովը, քննելով ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին Հույդա մասնակցության ձևաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային եւ քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաեւ ժողովի մասնակիցների տեսակետներն ու կարծիքները արձանագրեց։ Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայ ժողովուրդը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև։ Գործող վարչախմբի ապազգային եւ հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան եւ երկրի տարածքային ամբողջականությունը։ Իրավիճակում վեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու եւ նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։ Այս համատեքստում 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի։ Ելնելով վերը նշված հաստատումներից, Գերագույն ժողովը որոշեց մասնակցել 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին, լիազորել Հույդա Հայաստանի գերագույն մարմնին, վարել ակտիվ նախընտրական բանակցություններ, հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ, ապահովելով Հույդա նշանակալի դերակատարությունը եւ մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում։ Հայ-աղափական դաշնակցության 29-րդ արտահերթ գերագույն ժողով։ Սա մեր ժողովի որոշումն է, այսինքն 26 թվականի ընտրություններին ժողովը որոշել է մասնակցել եւ նախապատվություն տալ դաշինքային ձևաչափին եւ լիազորել է դաշնակցության գերագույն մարմնին այս ուղղությամբ սկսել բանակցություններ եւ քննարկումներ։ Այս որոշման շրջանակներում առաջիկայում մենք կսկսենք մեր քննարկումները դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ։ Բնականաբար մենք արժևորելով Հայաստան դաշինքի, հիմիկվա գործող դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումները մենք սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Մեր տրամադրվածությունը հետևյալն է։ Մենք ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք ինչու՞ չէ հավակնություն դաշինքը պահպանելու, այն ընդլայնելու եւ ավելի ազդեցիկ միավոր դարձնելու։ Մենք այս ընտրությունները, ինչպես արդեն նշեցի, սա հերթական, սովորական կամ ընթացիկ ընտրություններ չեն մեր համար։ Սա այս ընտրությունների արդյունքով է որոշվելու հայ ժողովրդի եւ մեր պետականության ճակատագիրը եւ մենք այս ընտրությունները դիտում ենք իբրև հնարավորություն այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար եւ մեր այս որոշմանը մենք եկել ենք նաեւ այդ դրդապատճառով, այդ նպատակից ելնելով, որ մեկտեղենք մեր ուժերը, հնարավորությունները,
ավելի ազդեցիկ կերպով ներկայանալու եւ մեր խնդիրը լուծելու համար։